Զորամասերից մեկում զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել զինծառայողին ազգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հայտնում են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ կեսգիշերն անց հայտնաբերվել է զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։ Լրատվամիջոցների տվյալներով զինծառայողի մարմինը կախված վիճակում հայտնաբերվել է Կապանի զորամասերից մեկում։ Նա արցախցի էր, հունվարին պետք է զորացրվեր, 20-ամյակը կլրանար շուտով։ Նրանք տեղահանվել էին Լաչինից 2023 թվականից, ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի Արտիմեդ համայնքում։ Արամայիսը ընտանիքի միակ տղան էր, իրենից մեծ 2 քույր ունի։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք։ Ձերբակալվել է ուժեղ Հայաստանի աջակից Ալեքսան Ալեքսանյանը։ Ըստ քննչական կոմիտեի, Ալեքսանյանը սեպտեմբերից մինչև մայիս ձևական աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, նրանց ներգրավելով Սամվել Կարապետյանի աջակիցների ձևով շարժման եւ ուժեղ Հայաստան կուսակցության կազմակերպած հավաքներին ու ցույցերին։ 1400 մարդկանցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաեւ այլ ընկերություններում։ Մեր ձևովի բանկային հաշիվներին փոխանցվել է շուրջ 1.6 միլիարդ դրամ, 230,000 եվրո եւ 75,000 ամերիկյան դոլար։ Ըստ հաղորդագրության Ալեքսանյանը այդ գումարներից որպես աշխատավարձ կամ աշխատանքի վարձատրություն փոխանցել է ընդհանուր 763 միլիոնից ավել գումար։ Ըստ քննչականի գործով հարձակվվել է շուրջ 500 անձ։ Կաթողիկոսը այսօր հայտարարել է, թե այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը։ Նա հավելել է, եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել։ Որևէ կառույցի ու իշխանության թույլ չենք տա, որ միջամտի եկեղեցու ներքին կյանքին ու ենթարկեցնի իր կամքին, նշել է վեհափառը։ Արարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել շինարարական աշխատանքների ժամանակ։ Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Մասիս Էջմիածի նավթճանապարհի Էջմիածնի խճուղու թիվ 9 հասցեում բետոնե ծածկի փլուզում է եղել։ Դեպքի վայր են ժամանել Մասիսի Հրշեջ փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ եւ ոստիկանության օպերատիվ խումբը։ Դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ, քննության պարզվում են կառուցապատողի, սեփականատիրոջ, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։ Թումանյանի անվան զբոսայգում այսօր մեկնարկում է Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը։ 4 օր շարունակ Երևանում բալետային տրամադրություն կլինի։ Հունիսի 2-ին եւ 3-ին տեղի կունենա Թամար բալետային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ աղթամար լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է։ Հունիսի 5-ին եւ 6-ին կցուցադրվի Սասունցի Դավիթ բալետ օրատորիան։ Երևանի քաղաքապետարանից փոխանցում են, որ ներկայացումների ավարտից հետո Թումանյանի անվան այգու Կանգառից դեպի մետրոյի Բարեկամություն եւ Զորավար Անդրանիկ կայարաններ կգործեն ավտոբուսային անվճար երթուղիներ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։